Գնում ենք, բայց մոլ ենք գնում, դա ես չեմ ընտրել։ Դե մենք էլի անհետաքրքիր մարդիկ ենք, ժողովուրդ, գնում ենք մոլ, գնում ենք Ուպսալայի մոլը, ինչու Ուպսալայի, որովհետև Անահիտը Ստոկհոլմինը չի ուզել այլևս։ What to do? Անահիտ, приветствуй։ Բայց ես էլ պատրաստված, ես ուրեմն ձեզ մի գաղտնիք բացեմ, սովորաբար եթե մենք ինչ-որտեղ ենք գնում այսպես, ես վերցնում եմ իմ պարագաները մեյքափի, անում եմ մի քիչ աղջիկական գիծ, անում եմ տանը skin care արագի մեջ, սա փորձում եմ էլի ես ամեն ինչը հասցնել, ու վերցնում եմ հետս իմ մեյքափի պարագաները ու անում եմ մեյքափ ավտոյի մեջ, լինում է որ վերցնում եմ չի ստացվում այս փոքրիկի հետ չեմ անում, լինում է որ անում եմ ու այդ եմ ուզում ասեմ, հիմա դեռ չարացնա, որովհետև մենք նոր ենք նստել, ձեզ բարի ժամանց, բարի դիտում, մեզ էլ Ինչպես ասում են բլոգերները, վերցրեք ձեր մի գավաթ սուրճ կամ թեյը եւ համովությունները եւ վայելեք այս 10 րոպեն։ Հիմա մերն է։ Վայելեք այս 10 րոպեն։ Բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով ավելի շատ ցույց կտանք երեխային, քան մեզ։ Ճանապարհին լսում ենք Գարիկ եւ Սոնա։ Իսկ դու ինչ ես մտածում Գարիկ Սոնա խմբի մասին։ Շատ լավ խումբ է։ Իմիջիայլոց, եթե Գարիկը այս վիդեոյի տակ կոմենտ գրե։ Մենք իրան կուղարկենք խինկալի, բայց առանց միս, չէ։ Արա։ Լավ, եթե Սոնան գրես վիդեոյի տակ, եթե Սոնան գրես վիդեոյի տակ, կուղարկենք խինկալի։ Գարիկ դու։ Իսկ Գարիկը մեկը չի ուտե։ Մոտարապես այս ձև մենք կնստենք երեխուն կալյասկա։ Չի նստի, նայեք, չնստավ, Անահիտ, չնստավ։ Մեր մոտ ստացվեց նստեցնել։ Թե ինչքան ժամանակով դա պարզ չի իհարկե։ Ինչքան ժամանակով նստեց, բայց գոհենք արդեն իսկ, այս 5 րոպեն, 2 րոպեն ուղղակի քայլում ենք առանց ծանրության։ Հուսամ երկար կտևի։ Տեսնենք այստեղ ուր ենք շտապում։ Ինչ հետաքրքիր տեղ կա երեխայի համար հատուկ։ Ես կառաջարկեմ մտնում բլիցը արծերից դու ինձ տաս ու ինչ-որ բան պրիզով։ Պրիզով, բայց ինչ պրիզ, ասենք իմը պարզա գիրք բա, քեզ ինչ կուզես։ Ուդելիկ։ Բլից հարցեր, 5 բլից հարց, բայց ինչ թեմայով։ Ասենք ով ա եղել վերջին, որ կամանդ երկիրն ա եղել վերջին չեմպիոնը աշխարհի ֆուտբոլի։ Հեշտերի հեշտ հարց։ Հարց, որի պատասխանը ես չգիտեմ։ Վերջինը Արգենտինա։ Okay, ճիշտ պատասխան։ Կրնային սեյ Մակեդոնիա, դու պրոստը սեյ։ Չէ, ես այդ Մակեդոնիան չէ, Արգենտինա, էլի ոչինչ։ Իսկ ով է գրել պատերազմի եւ խաղաղությունը։ Տոլստոյը։ Իսկ ո՞րն է Մադագասկարի մայրաքաղաքը։ Չեմ Quanto Telrompo։ Մադագասկար, չի։ Լավ, դու ճիշտ ես ուրեմն։ Quanto Telrompo։ Դա սետ բան է։ Կհամարեմ ճիշտ, որտեվ ես Մադագասկար գիտեի։ Խաղի օրենքները մենք ենք օրինում, որ հարց տվողն չի դա ճիշտ պատասխանը, ուրեմն ճիշտ է։ Եվ վերջին հարցը, արդյոք ինչի մեջ շատ պրոտեին կա։ Դու գիտես պատասխանը։ Հա։ Շատ, չեմ ասում կոնկրետ։ Շատ պրոտեին կա, ինքը համարում է պրոտեինով հարուստ սնունդ։ Հավի բանը, գրսկամիսը։ Այո, ճիշտ եք։ Շո, խաղացեք, հաղթեք, ռեկոմենդացիոն։ Վերջ, հաղթեց։ Վերջ, հաղթեցիր, ինչ կուզես։ Հաց, ուտելու բան։ Ուդելի, միասին, ուդելիք։ Ոնց որ մենք ուտելիքի գծով ենք, էլի հոգևոր սնունդ եւ իսկական սնունդ ապահովում ենք երկուսս։ Ուդելիքի հետ։ Ուրեմն ժողովուրդ ջան, Շվեդիայում կան ոնց որ հոբիներին ուղված խանութներ, այդտեղ ամեն հոբի կարող եք գտնել, ասեղնագործություն, ինչ որ նկարչություն, որ ուրիշ գործել, մի խոսքով ամեն տիպի բան, ու ես շատ սենց, տեսեք, թելերն են, ես իմիջիալոց մի ժամանակ փորձում էի, բայց իմ այդ կարիերան չկայացավ։ Հա, ինչ էի ուզում ասել, շատ կարևոր է հոբիները մարդու կյանքում իմ կարծիքով ու շատ ողջունելի է որ պետությունը, չգիտեմ ինչքանով է պետությունը դրա մասին մտածելով սա անում, հոգատանում, որ նաև մարդիկ ունենան հոբի։ Դուք ունեցել եք sense բաներ։ Ինչ տա։ Գովաստա անում երևի։ Քայլող գովաստա։
Ուրախ անցնում մեր մոտ, բայց տրյուկը աշխատեց 10 րոպե, մանկական խանութ է։ Մենք այսպես ենք ման գալիս։ Ծանր է մեկ։ Հատուկ վլոգի մեջ աներձակիս համար edge մանգա։ Անայ դες մանգան արաբները կգերեն։ Ինչ է թարս գիրք։ Երեք խաղացինք այդ 5 հարցը բլիցի ու երեք գնացինք Վեսթերոսի գրախանութը, այնտեղ շատ քիչ էր տեսականին ու ես ինչ որ մի գիրք ընտրեցի, որը հավատը չի, բայց նենց չի որ գժվում եմ, էլի։ Բայց տեղ գրքեր կան, որ պրյամ ուզում եմ, բայց այսօր էլ վсё այդ բանը չի աշխատում։ Իմ ցավը, իմ տանջանքն ու տարապանքը, ասածս ինչա։ Այսօր էլ արի խաղանք։ Նայեք ինչ սիրուն գիրք տղես ընտրեց։ Մոտիկ բերնը չի երևա։ Կողքնը ցույց տուր։ Ահա։ Այս Տոլստոյի 150 կրոն։ Երեկվային գիրքը ավելի թանկ էր, քան հաղորդ Տոլստոյը։ Այլին ուն գիրքը հանես տվեց անայ։ Այդ դուր եկել է։ Այս պահի համես տարանք։ Ես ինչ որ մի երևի մյուս տարվան պլանավորեմ։ Բայց ոչ իհարկե անգլերենով էլի, որտեղ խնդրում եմ, եթե ես հնարավորություն ունեմ ռուսերեն կարդալ։ Մենք նստանք Bastard Burger, ուստեղ մեր տաքսի հետ մեկ։ Դեռ վախեցած եկա, որտեղ չհանգած չնկարվիր։ Bastard Burger-ը անուշ ապերներ են, ուտեղ էս է, դեսիգինն է։ Մեր համար տակացրեցին երախու ուտելիքը ու ցույց տու ինչ տեսքով։ Միանշանակ լայք։ Շատ լավ, իսկ ուրիշտեղ ասացին չէ։ Այսինքն խաղացրեցին իրենց հետ։ Սա կոչվում է Naked Juice Bar, միշտ տեսել ենք, բայց երբեք չենք փորձել այս տարիների ընթացքում։ Այս անգամ որոշեցինք փորձել եւ ես փորձելու եմ Raspberry Rumble Smoothie, իսկ իմ ամուսինը փորձելու է Berry Booster Juice։ Այս աղջիկը օրինակ այն երեխան լավ տեղյակ էր, ինչա, բայց մենք անծանոթ ենք։ Այսքանը։ Բադը չէր ջուս բարը։ Մի նայենք ինչ է անայդի ու ատեշիկի դուրնագի։ Անայդ 640 կրոն։ Հելանք ստից։ Կանի ատեշիկի դուրնը բան մեստեղ չի եկել։ Վերջ։ Վերջացավ մեր Ուպսալա ճանապարհորդությունը։ Ինչ ունես պատմելու։ Ամենադժվարը դեռ առջևում է, որովհետև դեռ մենք ճանապարհ պետքա գնանք այս ավազակի հետ։ Գիշերվա ժամը 9-ն է, երեխան արդեն հասրել է քնել եւ մեկ անգամ արթնանալ։ Իսկ ես պետքա խմեմ կոֆե, որտեղ չեմ կարող ապրեմ։ Կոֆե անի։ Հա։ Դավայ բացենք։ Այս խաղ է, բացենք խաղը եւ ձեզ հաջողություն մաղթենք այսօր ամսի 23։ Խաղ կոչվում է Cluster։ Cluster խաղը մի խաղ է, որի շրջանակներում մենք պետք է գործ ունենանք ֆիզիկայի կանոնների հետ։ Հա։ Այո, oh my god։ Այս տեսակ քերեցիկ պոստերը, բարան։ Այսքանը։ Մագնիսներ։ Սաղեց միջակ։ Գիտես ինչ կսազեր, եթե ակնոց կներ, են ակնոցի բաներ որ կաներ, այս գույնի ակնոցի բան սև շորերի հետ կլիներ։ Ձերից էդ կտանը ինձի։ Տոհտան է մի քանի օրով։ Այս քեզ։ Հանգստանանք։ Խաղը մենք խաղանք, բայց վիդեոն արդեն, ասեք վիդեոն արդեն Instagram-ում, այսօր ենք խաղում։ Հիմա։ Հիմա։ Եվ հունվարի 23-ը մոտեցավ իր ավարտին։ Հələ չի մոտեցել ցավոք սարսի։ Եկեք ձեզ այստեղ նա հարմար տեղ թողնեմ ժողովուրդ ջան, որ եկուց կամ այս ձեզի տեղից վերցնեմ, հա։ Այստեղ մնացեք։ Կհանդիպենք վաղը։